70-ական թվականներին Հայաստան այցելող հյուրերին զարմացնում էին ոչ միայն Արարատ լեռան վսեմաշուկ պատկերը, մարդկանց ջերմ հյուրընկալությունը, Սևան, Գառնի Գեղարդ ճամփորդությունը, համադամ խորտիկները, ձմռան խաշն ու ամառվա խորովածը, այլև այն, որ այստեղ մարդիկ այնքան ջերմ էին միմյանց հետ շփվում, որ ասես բոլորը բոլորին ճանաչում էին։ Որևէ երևանցի կարող էր հեռավոր արտասահմանյան երկրից եկած իր հյուրերին, մեկը նաև տանել հեռավոր մի գյուղ եւ տանտիրոջ իրավունքով առաջնորդեր նրանց որևէ անծանոթի տուն, ասենք մեղրով մածուն վայելելու։ Հյուրերը սկզբում չէին հասկանում ինչ է կատարվում, բայց երբ համեղ մեղր ու մածունին հաջորդում էր տնական օղու կամ թունդ գին ու զորավոր ուժը, տաքանում էին եւ արտահայտում իրենց հիացմունքը ու գուցե մի քիչ էլ թաքցնում նախանձը։ Հյուրը 2-3 օրվա ընթացքում տանտիրոջ տանը տեսնում էր ավելին, քան տանտերը կարող էր տեսնել ամբողջ կյանքում։ Կատակով ասում էին, որ հյուրասիրությունը մեր ազգային բնավորության գլխավոր գիծն է, իսկ հյուրերից բաժանվել չկարողանալը երկրորդ։ Եվ ամենուր մերոնք հյուրերին տարբեր վայրերով ման տալիս հաճելին զուգակցում էին օգտակարի հետ։ Անպայման տանում էին այնպիսի ռեստորան, որտեղ հնչեր հայախոս երգը, թող որ մի դեպքում մի քիչ տկար, մի քիչ ռաբիզ ելևէջներով, բայց անպայման ուզում էին հյուրին մատուցել այն, ինչը բնորոշ էր իր քաղաքին կամ գյուղին, եւ դա անում էին հպարտությամբ ու արժանապատվորեն։ Մերոնց ջերմությունը հալեցնում էր օտարների սառնությունը եւ մի քանի գավաթից հետո նրանք մեր երգերի ու պարերի հանդիսատեսից վերածվում էին մասնակիցների։ Եթերում երգերքոցն է հյուրընկալ տրամադրության երգերով եւ մեր թեման է սովետական տարիների Հայաստանը հյուրերի աչքերով։ Այս երգը ստեղծվել է հենց 70-ական թվականներին, երաժշտության հեղինակը շնորհալի կոմպոզիտոր Ռուբեն Ղազարյանն է, որը ցավոք վաղաժամ հրաժեշտ է տվել կյանքին։ Շատերը կհիշեն այս երգը Պապին Պողոսյանի կատարմամբ։ Գարունն է ժպտում, երգում է Արսեն Գրիգորյանը։ Շեկաշնան հետ շողում ես իմ աշխարհ, մեզ համար դու միակն ես, մեր հոգու արեգակն ես, մեր սրտի վառ երազանմար, դու հայոց մեծ վրանն ես, մեր խաղավոր օրանն ես, մեր կյանքի դու կապույտ կամար, դու հայոց մեծ վրանն ես, մեր խաղավոր օրանն ես, մեր կյանքի դու կապույտ կամար, Արարատյան դաշտի շեկվածն է մեզ ժպտում, Երկնքի լույս թևերն են մեզ գրկում, հայրենական հողի նոր երգն է մեր սրտում, դառնում կյանքի երջանկություն, Արարատյան դաշտի շեկվածն է մեզ ժպտում, երկնքի լույս թևերն են մեզ գրկում, հայրենական հողի նոր երգն է մեր սրտում, դառնում կյանքի երջանկություն Մեր հոգու ուժն արադ է, մեր մասի սեքսարի դեմ մենք անգում, արևի պես անմար է, դարերի պես անմահ է, մեր հպարտ մեր լեռնոտ երկրում, դու հայոց մեծ վրանն ես, մեր խաղավոր օրանն ես, մեր կյանքի դու կապույտ կամար, դու հայոց մեծ վրանն ես, մեր խաղավոր օրանն ես, մեր կյանքի դու կապույտ կամար, Արարատյան դաշտի շեկվածն է մեզ ժպտում, երկնքի լույս թևերն են մեզ գրկում, հայրենական հողի նոր երգն է մեր սրտում, դառնում կյանքի երջանկություն, Արարատյան դաշտի շեկվածն է մեզ ժպտում, երկնքի լույս թևերն են մեզ գրկում, հայրենական հողի նոր երգն է մեր սրտում, դառնում կյանքի երջանկություն
Արվեստի վաստակավոր գործիչ Արտաշատի Ամոխ Արազյանի անվան պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Մնացականյան։ Սովետական Հայաստան լավագույն իմ շրջանն էր, անկեղծ ասած, որովհետև նախ մի քիչ ավելի երիտասարդ էի, քան հիմա, եւ պետք է ասեմ, հյուրերի հետ կապված մենք շատ էինք շրջագայում ամբողջ սովետական միությունով, որովհետև անգամ մեր թոշակով ինստիտուտում որ ստանում էինք, կարող էինք հանգիստ մեկնել Վրաստան, խինկալի ուտել կամ հայտնի խաչապուրեր, եւ ուր էլ որ գնում էինք, հյուրընկալվում էինք, դե բնականաբար մարդիկ փոխադարձ ծայցով գալիս էին Հայաստան։ Մոսկվայից հյուրեր եկել ինձ մոտ գիտնական կիներ, շատ էր ուզում իմանալ որտեղ եմ աշխատում, ինչ պայմաններ են, դե ես այն ժամանակ Գավառի թատրոնի բեմադրիչ ռեժիսոր էի, տարա Գավառ ձմեռ էր, 4 կողմից ուզում են ես մարդն տանեն հյուրասիրեն, վերջը դերասաններից մեկը հացառատից Էդիկը բագնանք էլի գնանք, ես իրան Մոսկվայում տեսել եմ ամոթ հայելի տանենք մեր տուն եւ այլն, տարանք իրանց տուն, այդքան ձուկ, որ տեսավ ես խեղճկինը, սիրտը կանգնեց, ասեց ինչա, վաճառքի համար, ասին չի, մարդիկ վերել են, բռնել են, ուտելու են, քեֆ են կանելու, ուղիղ մի տարի Մոսկվայում մենակ դրա մասին էր խոսում, թե այդքան ձուկ ես կյանքումս տեսած չկայի, մեր հյուրերը տարբեր են դինում, անկեղծ ասած, ուզում էին շուտ հասկանային, չէ, ինչ ազգի հետ են շփվում, իսկ ազգին հասկանալու համար ընդամենը մի քանի պայման է պետք, նախ տանում ես շուկա, հետո տանում ես թատրոն, հետո տանում ես գերեզմանոց, այդ ամեն ինչից մի անգամից խելոք մարդը կհասկանա, թե ում հետ է շփվում, այդքան բան։ Երևան, խոսք եւ երաժշտությունը Էլվինա Մակարյանի, երգում է Մխիթար Ավետիսյան։ Ամեն օր հիշում ու կարոտում եմ քեզ Երևան, ոչ միտեղ չկա քեզ պես սիրուն ու նախշուն Երևան, բոլոր հայերի սիրտն ես Երևան, մեր Հայաստանի լույսն ես Երևան, միասին Երևան, Երևան, իմ սիրուն քաղաք, Երևան, Երևան, սերն ես իմ միակ, Երևան, Երևան, իմ սիրուն քաղաք, Երևան, Երևան, սերն ես իմ միակ, բոլորի առջև ես բացում քո դռները Երևան, ոչ ոքի չես ողում քեզնից խռով մնա Երևան, կարոտով ես միշտ լցնում էր հոգին, առանց քեզ հանգիստ չկա հայերին, Երևան, Երևան, իմ սիրուն քաղաք, Երևան, Երևան, սերն ես իմ միակ, Երևան, Երևան, իմ սիրուն քաղաք, Երևան, Երևան, սերն ես իմ միակ, կարոտում եմ քեզ Երևան, ոչ միտեղ չկա քեզ պես սիրուն ու նախշուն Երևան, բոլոր հայերի սերն ես Երևան, մեր Հայաստանի լույսն ես Երևան, 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 իմ սիրուն քաղաք, Երևան, Երևան, սերն ես իմ միակ, Երևան, Երևան, իմ սիրուն քաղաք, Երևան, Երևան, սերն ես իմ միակ, Երևան, Երևան, իմ սիրուն քաղաք, Երևան, Երևան, սերն ես իմ միակ, Երևան, Երևան,
Շնորհակալություն։ Գաբրիել Սուլուկյանի ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Վեներա Թարզյան։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ այսօր ձեր հյուրն եմ, ողջունում եմ ձեր հաղորդաշարը, Խորեն ջան, քանի որ ես Ջավախքի դուստրն եմ, մեծացել եմ Ջավախքում, չնայած հայը որտեղ էլ լինի, ինքը մնում է հայ, իր հյուրասիրությամբ, իր մեծ հոգով, նա միշտ ցույց է տվել իր հյուրասեր ընդունելությունը, որտեղից էլ ինչ ազգել լինի, ես տեսել եմ այդ ամեն ինչը իմ սիրած ընտանիքում եւ օգտվելով առիթից ուզում եմ ինձ իրավունք վերապահել Ջավախքի վիրահայերի կողմից շնորհակալություն հայտնել այս հաղորդաշարի համար։ Ես զգացել եմ այն կարոտը հայրենիքի եւ այսօր շնորհակալություն եմ ասում նրանք ինչպես են կարոտում, ինչպես են սիրում հայրենիքը, հայրենի երգերը այս մեծ գործի համար, նրանց կողմից շնորհակալություն եմ հայտնում, նրանք դիտում են երկերկոցը եւ ապրում, այդ կարոտը մոռանում եւ շնորհակալություն հայտնում։ Սեղանի շուրջը սկզբում հյուրերը, հատկապես եվրոպացիները, նեղ սրտում էին տանտիրոջ և տանտիկնոջ անվերջանալի պարտադրանքից, որ այս կամ այն կտորից փորձի և եթե չէր փորձում, զոռով ստիպում էին համտեսել։ Բայց հետո հասկանում էին, թե ինչ մեծ երջանկություն և հնագույն քաղաքակրթական իմաստ կա հյուրասիրության այս կերպի մեջ։ Գուսան Շահեն, եկեք տուն, երգում է Մկրտիչ Մկրտչյանը։ Անցեք բինգել սարով սիրով եկեք դու, հայրենիքի վարկարոտը ձեր սրտում, հավքի թևով չերմ կարոտով եկեք դու, հայրենիքի վարկարոտը ձեր սրտում, հավքի թևով չերմ կարոտով եկեք դու, ով բանդուկ թայեն, ում եք սպասում, ով բանդուկ թայեն, ում եք սպասում, վայր Հայաստանը ձեզ տուն է կանչում, վայր Հայաստանը ձեզ տուն է կանչում։ Երկրի օտար տունը տուն չի ձեզ, օտար տան մեջ կիսատ քունը քուն չի ձեզ, օտար հավքի բույնը բույն չի դառնա ձեզ, հայրենիքի չերմ կարոտով եկեք տուն, օտար հավքի բույնը բույն չի դառնա ձեզ, հայրենիքի չերմ կարոտով եկեք դու, ով բանդուկ թայեր, ում եք սպասում, ով բանդուկ թայեր, ում եք սպասում, մայր Հայաստանը ձեզ տուն է կանչում, մայր Հայաստանը ձեզ տուն է կանչում։ Շահեն դու էլ բարով է գարտում, մայրարասով ոսկե սասով է գարտում, հայրենիքը քեզ գիրկն արտավոր կուբես, գուսանտարար երկու տաղով է գարտում, հայրենիքը քեզ գիրկն արտավոր կուբես, գուսանտարար երկու տաղով է գարտում, ով բանդուկ
կանչում Մայր Հայաստանը ձեզ տուն է կանչում Համազգայինի Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Հակոբ Լադոյան Շնորհակալություն Համազգայինի Լիբանանի շրջանային վարչության անունով ես շնորհակալություն կհայտնեմ երկրորդ հայտարարի պատասխանատուներուն, որ այս երկրորդ առիթն է, որ գնձայ է լիբանահայ երկիչներ եւ նաեւ երկի մրցանքի մրցանակագիրներ երկրորդ հայտարարի մասնակցին, ինչ որ ապացույց մնե, որ այս հայտարարը Սփյուռք Հայաստան գործակցության ոգեղեն գաբի երկով գապվելու հայտարար մնե, որ հաջողաբես Սփյուռքի մեջ տարածված է։ Շնորհակալություն։ Սովետական մարդիկ լավ չէին ճանաչում արտասահմանյան հյուրերին, եւ ինչպես ճանաչեին, երբ արևմուտքից նրանց բաժանում էր երկաթե բարակույրը, որևէ սևամորթ հյուր կամ ծամոն ծամող ամերիկացի թվում էր առնվազն այլմոլորակային։ Դեմ հանդիման էին կանգնած երկու ոչ միայն տարբեր, այլև հակադիր քաղաքակրթություններ, ինչը բնական բան էր համարվում այնտեղ, մերժելի էր այս կողմում։ Օրինակ 1986 թվականին սովետական հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները եւ նրա ամերիկացի գործընկեր Ֆիլ Դոնահյուն կազմակերպեցին սովետա-ամերիկյան առաջին հեռուստակամուրջներից մեկը, որի ընթացքում ամերիկուհիներից մեկն այսպիսի հարց ուղղեց սովետական կանանց. Մեզ մոտ հեռուստագովազդներում ամեն ինչ պտտվում է սեքսի շուրջ։ Ձեզ մոտ կան այդպիսի գովազդներ։ Սովետական տաղավարում մի պահ քար լռություն տիրեց, բայց սովետական կանանցից մեկը որոշեց պատասխանել եւ ասաց. մեզ մոտ սեքս չկա, եւ մենք կտրականապես դեմ ենք դրան։ Եվ ամերիկյան, եւ սովետական լսարաններն իհարկե ծիծաղից թուլացան, եւ այստեղ օգնության հասավ մի այլ սովետական կին եւ տեղից բացականչեց. Սեքս իհարկե կա մեզ մոտ գովազդ չկա, բայց դա չփրկեց։ Հեռուստադիտողները այդ հաղորդումից հետո մի քիչ խմբագրեցին այդ արտահայտությունը եւ ստացվեց մի թևավոր խոսք. ՍՍՀ-ում սեքս գոյություն չունի։ Սովետական հասարակությունը բաժանվեց երկու ճամբարի, մի մասը ողջունեց այդ հայտարարությունը, մյուս մասը ծաղրեց։ Բայց ինչպես հետագայում խոստովանել էր այդ կինը, նա դեմ էր ոչ թե տղամարդ-կին հարաբերություններին, այլ դեմ էր անձնական կյանքը բոլորի սեփականությունը դարձնելու։ Հոգևոր թե մարմնական սեր։ Ի վերջո սա էր խնդրո առարկան։ Ընդ որում շուկայական եւ համայնավարական քաղաքակրթությունները, այսինքն Արևմուտքն ու Ասիան, տարբեր կերպ էին ընկալում այդ երևույթի բարոյական իմաստը։ Ահա որտեղ էին նաև այն բաժանարար գծերը, որոնք հյուրին հեռացնում էին հյուրընկալողից։ Բայց բոլորովին ուրիշ էր սովետական Հայաստանի պարագան, որտեղ օտարների հյուրընկալությունը յուրատեսակ առիթ էր սեփական երկիրն ու նրա պատմությունը աշխարհին ներկայացնելու եւ դրանով հպարտանալու։ Սա Արարատ լեռն է, որը հայտնի է Նոյան Տապանի աստվածաշնչյան պատմությամբ։ Ահա Գառնին, ահա ժայռակերտ Գեղարդը։ Հայաստանը բաց էր հյուրերի առաջ, բաց էր, որովհետև իր հնագույն պատմությամբ ու գենետիկ հիշողությամբ լավ գիտեր նաև ինչ է արևմուտքը, գիտեր թե որտեղից է սկիզբ առնում եվրոպական կոչված քաղաքակրթությունը։ Այն տարիներին մարդիկ սիրում էին միմյանց տուն հյուր գնալ, դա մի ամբողջ ճիսակատարություն էր, կանայք պետք է հագնվեին նորաձև, իսկ եթե չունեին համապատասխան հագուստ, ապա պետք է զգեստի կտոր առնեին եւ այսպես ասած կարել տային տվյալ քաղաքի կամ գյուղի լավ կարողի մոտ։ Իմ սիրուհի խոսք Աշոտ Գրաշու երաժշտությունը Ալեքսեյ Հեքիմյանի, երգում է Նարեկ Պողոսյանը։ Բարակ մեջքիդ երեք ասել Եղեգն ինչ է իմ սիրուհի Աչքերդ մողամարային երկույջ է իմ սիրուհի Սիրուց է քո սիրտը հևում ինչպես սարի վարանախտում Ծիծաղը քո աղբյուրի
լիցել մաքուր ջինջ է իմ սիրուհի իմ սիրուհի իմ սիրուհի Թևերը քո երկու թրջում հասակը քո գարնան սոսի ծաղիկ ծաղկունք նայվածքը քո բարդովիչ է իմ սիրուհի ով չգիտե թող իմանա իմ սիրահար սրտի համար ծամերը քո յասամանի շաղոտ կունջ է իմ սիրուհի իմ սիրուհի իմ սիրուհի Ով չգիտե թող իմանա իմ սիրահար սրտի համար ծամերը քո յասամանի շաղոտ կունջ է իմ սիրուհի սիրուց է քո սիրտը հեղում ինչպես սարի վարահյուն ծիծաղը քո աղբյուրից էլ մաքուր ջինջ է իմ սիրուհի իմ սիրուհի իմ սիրուհի իմ սիրուհի իմ սիրուհի Հայ հյուրընկալողները չէին սիրում հյուրերին սրբատեղիներ տանել, հատկապես մեծ եղեռնի հուշակոթողը։ Դա հայ մարդը համարում էր իր բաժին ցավը եւ չէր ուզում հյուրին ծանրաբեռնել իր հոգսերով։ Այլ հարցեր, երբ հյուրը ինքը ցանկություն էր հայտնում այցելել նման վայրեր, այդ մարդը դառնում էր կրկնակի հարգարժան ու պատվելի։ Տարիներ, հեղինակ Ռուբեն Գևորգյան, երգում է Դավիթ Համալյանը։ Ապրած ու հաշած կյանքիս օրերում ինչքան եմ կիսվել ձեզ հետ տարիներ միշտ պատմել եմ ձեզ ցավերն իմ հոգու իմ կյանքի թանկու դառը տարիներ ապրած ու հաշած կյանքիս օրերում Ինչքան եմ կիսվել ձեզ հետ տարիներ Միշտ պատմել եմ ձեզ ցավերն իմ հոգու իմ կյանքի թանկու դառը տարիներ 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 Ինչքան սպիտակ ու մաքուր է ձեզ պահել Ինչքան նուրբ ու քնքուշ է ձեզ սիրել Կյանքիս քաղցը դառը տարիներ 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 Ինչքան սպիտակ ու մաքուր է ձեզ պահել Ինչքան նուրբ ու քնքուշ է ձեզ սիրել Իմ կյանքի թանկ դառը տարիներ
ինձ հավատացել այսօր խենթացա արևն իմ սրտում հանդես է բացել իր լույսն է տեսել սփռում իմ հոգում իմ կյանքի թանկ դառը տարիներ ինձ հավատացել այսօր խենթացա արևն իմ սրտում հանդես է բացել իր լույսն է տեսել սփռում իմ հոգում իմ կյանքի քաղցը դառը տարիներ 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 իչքան սպիտակ ու մաքուր է ձեզ պահել իչքան նուրբուք են քուշ է ձեզ սիրել իմ կյանքի թանկ դառը տարիներ 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 ինչքան սպիտակ ու մաքուր է ձեզ պահել ինչքան նուրբուք են քուշ է ձեզ սիրել իմ կյանքի թանկ դառը տարիներ Էստրադային երգերի առաջին մեկնաբան Լիբանանից ծաղիկներ երգի առաջին մեկնաբան Հատիս Հարմանդյան Ինձ համար մեծ ուրախություն է եւ պատիվ է որ այս գիշեր այստեղ կգտնվիմ հրավիրված եմ մասնավորապես Երևան հadouk երկիրքոցի հայդակրին շուկեր հայդակրին որ սպրվում է աշխարհի ամեն կողմ Ես այստեղ եկած եմ եւ իբր հյուր եւ իբր երկիչ Իրականության մեջ ասելու համար նույնը չպետք է սպյուրկայություն լավ իմանալ է լսելը եւ տեսնելը նույնը չի գնալալ Այսինքն պետք է մեկը այցելե որ տեսնե իրական ուր իր այսինքն բաբենական հողը 74 թվականին երբ այցելեցի համերգներու շարքումը, որ ունեցա 29 համերգներ ֆիլհարմոնիայի սրահում։ Հենց ոտս դրեցի հայկական հողի վրա, զորավոր ուժ մի եկավ կարծես ինձի։ Եվ հիշեցի մեր անցյալի թագավորները, մամիկոնները, Գովիդասը, այս բոլորը Գրիգոր Լուսավորիչը, որոնք այստեղ այս հողեն ծնված են եւ այստեղ ապրեցան եւ այս օդը շնչեցին եւ այստեղ մահացան եւ ինչու՞ չէ զոհվեցան ինձ համար շատ հատկանշական էր առաջի երթին երբ
այցելեցի Երևան, հազիվ որ ճանապարհով քայլեի, շատ հետաքրքրական էր, որ ուր որ նայի ամեն կողմ հայեր էին։ Այսինքն գսեի այս ալ հայ է, այս օտոբուսը որ գանցնի մեջ հայեր են, աշակերտներ դպրոց կերտան հայեր են, ամեն ինչ հայկական էր։ Ասկե շատ տպավորիչ էր եւ շատ հուզիչ միաժամանակ։ Իսկ երկրորդը այն էր, որ համերգներու շրջանին ուրիշ երկիրներու մեջ, ասենք, փունջ մծաղիկ կնվիրեին վերջավորջան հավանաբար։ Իսկ այս բարակային Երևանի բարակային դարբեր էր։ Ամեն մեկ երկի միջոցառումին ամեն մեկ երկին մեխակ մարած մեկը փեմ կբարձրանար, որ ինձ համար շատ հետաքրքրական էր այդ մեկը։ Իսկ ամենակարևոր հատկանշական հարցն էր, որ չնայած շատ արվեստագետ ուներ գայցել էին գուքային լսելու համերգներս, համերգի գեսին երբ գուզեի շորերս փոխվիլ, հանգած լուր եկավ ինձի վարը ֆիլհարմոնի, որ Լուսինե Զաքարյանը վերը քեզ կսպասե, եկած է փեմի հետև։ Ուրախությունս չափսահման չկար եւ վազեցի վեր եւ դեսա ողջակուրվեցանք, որ մենք ինձ ասավ դու զարմանալի որ օրական երկու համերգ կտաս լսեցի եւ ուզեցի կալ տեսնել թե ով է այս անձը որ օրական 50 երկերք է։ Եվ այդպես եղավ, ինձի մեկ խոսք մսա, որ մինչև այսօր ականջիս մեջն է, ասավ դու երկի հրեշ ես։ Այս էր։ Ես շատ ուրախ եմ, շատ չափազանց ուրախ եմ, որ այս գիշեր, այս ցերնարգին, այս շքեղ արիթին ներկայ եմ եւ հրավիրված եմ։ Շնորհակալություն։ Լինում էին նաև երախտամոռ հյուրեր, 70-ականների թե 80-ականների սկզբին մի լենինգրադցի ինժեներ հյուրընկալվում է երևանցի տաքսու վարորդի մոտ։ Հյուրին պատվով ընդունելու համար տաքսիստը մեծ գումար է պարտքանում եւ 20 օր շարունակ իր մեքենայով ման տալիս Հայաստանի բոլոր գեղատեսիլ վայրերով եւ գիտեք ինչ է լինում նրա մարդկային ինքնազոհողության պատասխանը։ Լենինգրադցի ինժեները վերինատյաններին գրավոր բողոք է ներկայացնում, թե այդ ինչպես է, որ ինքը լինելով առաջատար մասնագետ 120 ռուբլով հազիվ է ծայրեծարին հասցնում, իսկ ինչ որ տաքսիստ 20 օր շարունակ արքայավայել հյուրասիրություն է կազմակերպում։ Բայց մերոնք նման հյուրերի երախտամոռությունից չէին տրտնջում։ Ի վերջո մարդկային վերաբերմունքի արժեքը հասկանալը ամեն մարդու խելքի բան չէ։ Ռուբեն Հախվերդյան, կյանք մարդկային, երգում է Սարգիս Մանուկյան։ Որքան արագ է պտտվում այս անիծյալ խենթ մոլորակը, որքան արագ է հեռանում մեր ապրելու լավ ժամանակը, հետո դանդաղ կհեռանա ջահելությունը, հետո էլ ինչ երջանկություն, երբ մոտենում է ծերությունը, մի օր փոխվեց թռավ իմ մանկության կապույտ թռչունը, այդ ամպերի միջով միջից շվեց դեպի հավերժությունը, կյանքի շեմին կանգնած էր լուռ գլխահակ մի պատանի, երազանքներ ուներ մաքուր ձեռքին սպիտակ մի աղավնի, բայց աղավնին թրավերու ձուլվեց կապույտ երկինքներին, կյանքը ոչինչ ետ չի բերում, նա թալանում է բոլորին, ու հազար ոտ կոխած շամփով շարունակեց քայլել իր կյանքը, նա ում ձեռքից թռավ մի օր սպիտակ թռչունը, երազանքը հիմա նրա ուսին թարել բարդ շարժում էր իր թևերը, բազեն, որը պիտի թռչեր դեպի կյանքի հորիզոնները, բայց երբ բազեն երկինք շախրեց, մի գրակոց լսվեց անկած, կապույտ երկինքը կարմրեց ու քաջ թռչունը ընկավ ցած, ու այդ մարդը վերցրեց նրա դեռ տաք մարմինն իր ձեռքերին, նրան կյանքը ոչ իր տված նա անիծեց շագադագրին,
ու ծմրվա սարսակալած ճամփաներով ոլոր մոլոր քայլես ճամփորդը դեպի ցած դեպի վախճանը գլխի կոր ագրավների երամը սև զմրան երկինքը անարև կյանքի ժամկետը հարկադիր դարձավ մարդու ճակատագիր ու եւ կնքեց մահկանացուն մարդու մարմինը չարչրկված նա իր օքին տվեց աստուն որպես թռչուն մի հալածված որքան արագ է պատտվում այս անիծյալ խենթ մոլորակը որքան արագ է հեռանում մեր ապրելու լավ ժամանակը Հայկ Մնացականյան երախտամորներին մոռանանք հատկապես մոռացա ինչու որտեվ ասացիր Լենինգրադից էր, չէ։ Լենինգրադից ինձ մոտ հյուր էր եկել ուսանողուհի էր, նկարիչ էր։ Ստացվեց այնպես, որ գնացինք Մեղրի։ Մեղրիում երբ այս աղջիկը ծաղկած նռենի տեսավ, պապանձվեց մի արդեն չգիտեմ քանի րոպե կանգնեց այդ դիտում էր այդ ծաղկած ծառին չոքեց ոնց որ աղոթք էր անում ինչ էր հետո երբ վերադարձանք ուղեկցեցինք Լենինգրադ չանցավ մի շաբաթ ինձ մի նկար ուղարկեց հենց այդ ծաղկած նռենին ու մինչև օրս մենք հրաշալի բարեկամներ ենք ոչ միայն աղ ու հացը կարող է մտերմացնի մարդուն Հայաստանում, այլ նաև մեր հողն ու ջուրը։ Այսօր ոչ ոք չի կարող ժխտել, որ մենք կորցրել ենք միմյանց տուն այցելելու երբեմնի գեղեցիկ ավանդույթը։ Այսօր մենք մեր նույնիսկ ամենամոտ ընկերներին հանդիպում ենք սրճարանում, անգամ համաձայն ենք որևէ թանկարժեք ռեստորանում, բայց միայն թե ոչ տանը։ Ընդ որում դա այն դեպքում, երբ լավ գիտենք, որ տուն հրավիրելն անհամեմատ քիչ ֆինանսական միջոցներ է պահանջում, քան դրսի հանրային վայրերը։ Ուրեմն ո՞րն է այս օտարման պատճառը։ Բայց ավելի լավ է այդ հարցին թող սոցիոլոգներն ու հոգեբանները պատասխանեն։ Իսկ մենք տեսնենք, թե ինչպես էր նախկինում։ Նախկինում այսպես էր։ Բնական է, որ հյուրերի ներկայությունը քո տանը առնչվում էր ոչ միայն քեզ, այլև ընտանիքիդ անդամներին։ Հետևաբար, հյուրի վարքագիծը պետք է չհարուցեր նրանց դժգոհությունը։ Օրինակ, հյուրը պետք է ծխեր այնտեղ, որտեղ կարելի էր, եւ ոչ այնտեղ, որտեղ ուզում էր։ Եվ այսպիսի բազում մանրուքներ, որոնք կարող էին լարել մթնոլորտը։ Բայց նախկինում այդ մանրուքներին ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, որովհետև բոլորն էլ հասկանում էին, որ ուրիշին հաճելի բան անելու համար պետք է քեզ նեղություն տաս։ Ամենակարևորը տանտիրոջ վերաբերմունքն էր։ Տղամարդիկ հիմա էլ են սիրում կրկնել, որ կինը ամուսնու ընկերների նկատմամբ վերաբերմունքով կարող է ամուսնուն թագավոր դարձնել կամ հակառակը, հավասարեցնել հողին։ Օրինակ հյուրի կատակին չոր ու անտարբեր տոնով արձագանքելը տղամարդու համար որոշակի ողբերգություն էր, իսկ բարեհաճությունը մեծ երջանկություն, հպարտանալու առիթ։ Երևանում շատ ընդունված էր որևէ վայրում կոնցելուց հետո կեսգիշերին անպայման ընկերներին տուն հրավիրելը, մեկ գավաթ սուրճ խմելու պատրվակով։ Հաճախ այդ մեկ գավաթ սուրճը վերածվում էր ավելի թունդ խմիչքի եւ հանդիպումը ձգվում էր մինչև լույս։ Այսինքն, մարդիկ հյուրընկալության ամենապատվաբեր եղանակը համարում էին սեփական հարկի տակ կատարվող իրադարձությունը։ Այն ձեռք էր բերում հավելյալ խորհուրդ, ավելի էր պարտավորեցնում մարդկանց կատարելու ընտանեկան պարտականություններն ու պահպանելու ազնվության կանոնները։ Հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվում, երբ այդ գիշերային փոքրիկ խնջույքները ընթանում էին որևէ արտասահմանյան հյուրի ներկայությամբ։ Հյուրը թարգմանողի օգնությամբ զարմացած լսում էր հռետորների խոհափիլիսոփայական կենացները, կյանքի ու ակնթարթի իմաստի, կնոջ, տղամարդու դերի, երեխաների, ծնողների եւ ապագայի մասին։ Եվ չէր հասկանում, ինչու են այս մարդիկ աշխարհի ցավն առել իրենց ուսերին, փոխանակ ապրեն իրենց օրը։ Հայ մարդկանց էլ զարմացնում էր հյուրի անհոգ զարմանքն ու պարզ ու թեթև հայացքը կյանքին ու աշխարհին։
բայց ամենակարևորն այն էր, որ այդ ամենն ընթանում էր փոխադարձ հարգանքի և սիրո մթնոլորտում։ Այդպես էին հյուրընկալում և հյուրընկալվում սովետական տարիներին։ Հյուրերը մեր երկրում հայ ժողովրդի պատմության փոքրիկ դասընթաց էին անցնում։ Առաջինն ենք քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել։ Հովհաննես Ադամյանն է առաջինը ստեղծել գունավոր հեռուստատեսությունը, գիտեք չէ, որ Ազնավուրը հայ է, իսկ Տիգրան Պետրոսյանի մասին լսել եք, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Չքնախ երազ խոսք Արամայիս Սահակյանի, երաժշտությունը Առնո Բաբաջանյանի։ Երգում է Նարան։ Վեներա Թարզյան։ Շնորհակալ եմ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր երգիչներին այդքան լավ կատարումների համար, մեր մեջ լավ հիշողություններ են արտացնում եւ ուզում եմ ես գովել մեր սիրելի անուշ քաղցր կանանց այդ հյուրասիրության առիթով։ Մեր կանայք հրաշալիքներ են գործում խոհանոցում։ Ես գիտեմ, մեր լավ մայրերը երբ հյուր են գալիս իրենց մոտ, նույնիսկ տան տղամարդն է զարմանում, թե «Էս մեր տանտիկինը, էս սեղանը որտեղից գցեց, ոնց հյուրասիրեց էս ամեն ինչը»։ Այնքան հոգի ու սիրտ է դնում այդ հյուրասիրության մեջ, որ որտեղից էլ եկած լինի մեր հյուրը, զարմացած, հիացած ճանապարհ ենք դնում։
Իսկ այժմ եկեք ծափարենք մեր երաժիշտներին, TV Band նվագախումբ։ Եվ Նորայր Ավետիսյան դհոլ։ Սովետական տարիներին մի առանձին հոգս էր նվերի ընտրությունը։ Առանց նվերի տուն մտնելը շատ հազվագյուտ բան էր։ Իրեն հարգող հյուրը թեկուզ մոտ ազգականին այցելելիս պետք է վերցներ կոնֆետի տուփ, հանրահայտ բոմբոնիեր կան։ Ինչպես երազ խոսք Պարուր Միքայելյանի, երաժշտությունը Վաղարշակ Կոտոյանի։ Երգում է Հովանես Այվազյանը։ Ինչպես ալիք ինձ մոտեցա իմ ծարաված այրված սրտին դու փարվեցիր սիրով անցած փարոս արվեց երվում խավար կյանքն իմ դարձավ թողիչ երաս կարծես կարուն բացվեց կրկին քո սիրով լի մայիս մի վար լի կարոթով հույսով անմար թախծում էի ծովի ափին ինչպես ալիք ինձ մոտեցա իմ ծարաված այրված սրտին դու փարվեցիր սիրով անցար փարոս վարվեց երվում խավար կյանքն իմ դարձավ թողիչ Կարծես կարուն բացվեց կրկին Քո սիրով լի մայիս մի վար լի կարոթով հույսով անմար Բայց հեռացա հանկած ու ինձ փրփուր թողիր միակ էլ եչեկար անցարանդած բույրը տարար սիրո գարնա բայց քեզ եմ ես հիշում եմ վերջ նոր սեր չկար ինձ համար Չկար ինձ Եթե 1958 թվականին Երևան էր այցելել 6000 զբոսաշրջիկ, ապա արդեն 68 թվականին 60,000-ից ավել։ Իսկ մի քանի անգամ մեծ էր նրանց թիվը, ովքեր որևէ երևանցու տանն էին հյուրընկալվել, ընդ որում այդ հյուրերի 1/3-ը արտասահմանից էր։ Ինչ խոսք նրանց տրամադրությունը բարձր էր, որովհետև ամենուր շրջապատված էին ջերմությամբ ու սիրով։ Սիրում եմ քեզ, երգում է Համլետ Գևորգյանը։ Սիրում եմ քեզ մոռացել ես սպասեցի ես քո ճամփեքին անցավ կյանքս երասներս անցավ գնաց սերս մնաց սիրում եմ քեզ
մոռացել է Համբույրներով քո աչքերով ինձ այրեցիր Սիրում էի հոգուս վրա վերք թողեցիր Սիրում եմ քեզ Գնա գնա ուրիշին դու հավատա Գնա հեռու քեզ չեմ մոռանա Ափսոս կյանքս անցավ գնաց մնաց սերս մնաց Սիրում եմ քեզ Գնա գնա ուրիշին դու հավատա Գնա հեռու ես քեզ չեմ մոռանա Ափսոս կյանքս անցավ գնաց սերս մնաց Սիրում եմ քեզ Ժամանակն է Համբույրներով քո աչքերով ինձ այրեցիր Սիրում էի հոգուս վրա վերք թողեցիր Հիշում եմ քեզ Ժամանակն է Համբույրներով քո աչքերով ինձ այրեցիր Սիրում էի հոգուս վրա վերք թողեցիր Հիշում եմ քեզ Գնա գնա ուրիշին դու հավատա Գնա հեռու քեզ չեմ մոռանա Ափսոս կյանքս անցավ գնաց սերս մնաց Սիրում եմ քեզ Հիշում եմ քեզ Սիրում եմ քեզ Հակոբ Լադոյան Այդ տարիներուն երդասարդ չէի, բադանի էի 8-10 տարեկան, սակայն մենք մեր դպրոցի քրասերաններ են Հայաստանը սիրած ենք, առանց Հայաստանը տեսնելու եւ ադի կբարնիկ մեր ուսուցիչներուն։ Սփյուռքի մեջ, մանավանդ Միջին Արևելքի երկրներում մեջ, Լիբանան, Սուրիա ունեցած ենք փառանք ուսուցիչներ, որոնք մեզի սորվերուցած են կամ մեզի սիրծուցած են Հայաստանը, նախ իրենք չեն տեսած, երկը մենք չենք տեսած եւ առանց տեսնելու հեքիաթային Հայաստանի այդ դեսիլք ունեցած ենք բոլորս եւ երկրորդ մեր հարազատներ են, որոնք գայցել էին այդ տարիներուն Հայաստան եւ գվերաթարնային գբատմեին այդ չերմ ընդունելությունը, այդ դակ ընդունելությունը եւ ավանդություն էր այդ տարիներուն, որ յուրաքանչյուր Հայաստան այցելող հետը բերեր ապմահող եւ յուրաքանչյուր դունի մեջ այդ ապմահողը մասունքի պես կբախվեր։ Շնորհակալ եմ։
Հյուրերին ինչպես այսօր, այն տարիներին էլ անպայման տարել են Սևան։ Սևանը երևանցիների համար ավելի էր, քան լիճ։ Իդեպ հյուրերին կատակով ասում էին կներես, որ խաղաղ օվկիանոսից մի քիչ փոքր է կամ իշխանակետից մի քիչ փոքր է։ Իսկ ինչ վերաբերում է Երևանը ցույց տալուն, դա էլ ուրիշ թեմա էր։ Երևանցին սիրում էր հպարտանալ, մեր քաղաքը Հռոմից հին է։ Այնպես որ մեզ մոտ հյուր եկեք, ինչ եք անում այդ եվրոպական ջահել քաղաքներում։ Երևան, երաժշտությունը Արտեմի Այվազյանի երգում է Սոֆիա Սայադյանը։ Հատիս Արմանջան։ Նախ կամ շնորհակալություն հայտնելու համասկանի վարչության, որ այս գեղեցիկ առիթը ընձայեց ինձ որ Երևան կամ այցելության եւ այս մասնավորապես այս ցերնարգին։ Իսկ գալով ինձ համար ճիշտ ասելու համար շատ մտահոգիչ էր, որ դժբախտաբար երկրաշարժեն յետք, ինչպես եւ անկախության արդյոք նույն արվեստը, նույն արվեստակետներ, նույն արվեստի ոճը եւ բարձրորակ դաղանթը պիտի հասնեին մեզի սփյուռք, ադոր մտավախություն ունեի, բայց ինչ որ է այդպես չեղավ եւ բարեփոխտաբար մենք հաջող կընդունենք, կստանանք նորանոր արվեստակետներ, շնորհակալություն եւ արվեստակետներուն հաջողություն։
Վեներա Թարզյան։ Ես ուզում եմ առիթից օգտվելով շնորհավորել գալիք նոր տարին։ Ես մեր հայ ժողովրդին ցանկանում եմ առողջություն, ուրախություն, լավ տարի, մեր մայրերի աչքերին մենակ ուրախություն արցունքներ լինեն։ Իմ սիրելի հայեր, առիթից օգտվելով ես ուզում եմ արտահայտվել, թե ինչքան եմ սիրում հայ ժողովրդին չարենցի բառերով, ինչքան որ հուր կա իմ սրտում, բոլորը ձեզ, ինչքան կրակ ու վառ խնդում, բոլորը ձեզ, բոլորը տամ ու նվիրեմ, ինձ ոչ մի հուր թող չմնա, դուք չմրսեք ձմռան ցրտում, բոլորը ձեզ, իմ սիրելի հայեր, բոլորը ձեզ։ Մի փոքր այլ էր սփյուռքահայ հյուրերի խնդիրը, որքան էլ ասենք, թե նրանք ոչ թե հյուրեր էին, այլ հայրենի տուն եկած հայրենակիցներ, այնուամենայնիվ այլ մշակույթների ու ավանդույթների կրողներ էին եւ ամենից չէ, որ դուր էր գալիս նրանց։ Բայց 60-ականների վերջին եւ 70-ականներին Երևան ժամանած սփյուռքահայերը հաճելիորեն զարմանում էին, տեսնելով արևմտյան որոշ երևույթների առկայությունը քաղաքում, օրինակ ջազը եւ ռոքնռոլը։ Բայց այդ նույն երևույթը դուր չէր գալիս ավելի ավանդապահ գաղթօջախներից եկածներին, ովքեր հայրենիքը պատկերացնում էին որպես ազգայինի պահպանման միջնաբերդ։ Ծաղիկներ, ծաղիկներ, հեղինակ Հասմիկ Մանասերյան, երգերքոցում առաջին անգամ երգում է մեր բերութահայ բարեկամ Հատիս Հարմանդյան։ Մեր շնորհակալություն ձեր զորավոր ծափերուն, շատ գեղեցիկ ձևով ընդունեցիք ձեզ։ Ձգում էր Սևանը, շողում էր Սևանը, սավալիկների մեջ, լողում էր Սևանը, ձգում էր Սևանը, շողում էր Սևանը, սավալիկների մեջ, այլում է Սևանը, ծաղիկներ, ծաղիկներ, անտարան ծաղիկներ, դուք սիրո կարոդիտ, անմորած բգան է, ծաղիկներ, ծաղիկներ, անտարան ծաղիկներ, դուք սիրո կարոդիտ, անմորած բգան է, Արտնացա էլ չգա ես շատ արդասվեցի բայց ավաղ էլ չգա ես դեռ տնդրում եմ քեզ տնդրում դել չեմ եմ քեզ ներիր ինձ ես դեռ սիրում եմ քեզ ծաղիկներ, ծաղիկներ, անտարան ծաղիկներ, մեր սիրո կարոդիտ, անմոռաց բգան է, ծաղիկներ,
Մեզովեջ շնորհակալություն։ Հին երևանցիները հիշում են մի ցնցող պատմություն, թե ինչպես մի 60-ական թվականներին տուֆ քարով ծանրաբեռնված բեռնատարը Ավանում բախվում է մի բնակելի շենքի եւ պարզապես մխրճվում առաջին հարկի բնակարանի մեջ, որտեղ այդ պահին մի ծեր տատիկ խոհանոցում ինչ-որ գործանելիս է լինում։ Տատիկը գալիս է քանդոքարապ եղած հյուրասենյակը եւ տեսնելով բեկորների տակից դուրս եկող վարորդին, գիտեք ինչ է ասում նրան, ասում է՝ ապրես որդի, իսկ հիմա գնա լվացվի, պիտի ճաշենք, այսօր տոլմա եմ եփել։ Դե ինչ դա է մեր ժողովուրդը, այդպիսին է նա եւ այդ շերեփը ձեռքին տատիկն է մեր ժողովուրդը եւ նրա մեջ է թաքնված այն ջերմությունն ու առասպելական հյուրընկալությունը, որն ապշեցնում էր Հայաստանի հյուրերին։ Սովորենք անցյալից հանուն լավ ապագայի։ Եթերում երգերքոցն է հյուրընկալ ժողովրդի երգերով կհանդիպենք։